Երբ այսօր դուք բացատրում եք եւ ոչ միայն դուք, այլ այն մարդիկ, ովքեր իրապես տեսնում են Հայաստանի սպառնացող վտանգները, խոսում են թե ինչ աղետների առաջ են մեզ կանգնեցրել եւ սպասվող աղետների մասին, օրինակ Ալեն Սիմոնյանը վերջերս ասում է ժողովուրդ ջան, դուք պետք է իրար շնորհավորեք, որտեղ իրատեսնում եք իրար գրկեք, շնորհավորեք իրենց ձեռքբերումների համար։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Ճիշտ է, չեմ լսել այդ պահը, որը տենց ասում է, ուղղակի ինձ պատկերավոր ասացիք տպավորիչ էր։ Այսինքն իրար գրկենք, շնորհավորենք, ինչի համար, որ այս սիտուացիան կա, ինչի համար, որ այս սիտուացիանը ստեղծել են մեր համար, ինչի համար, որ այն 5 պակաս ենք արդեն պետականության հետ կապված մեր այս չգիտեմ, այս ամեն ինչի մեջ, որ ասում են նայեք հա զգուշ, եթե շեղվեք պետականություն ենք կորցնում, եթե շեղվեք մեր օրակարգից պատերազմներ ենք հանդիպում, այսինքն ինչի համար իրար գրկենք շնորհավորենք, էլ իրար գրկենք շնորհավորենք, խնդիր չկա։ Բայց Պապոյանն էլ դրանք մի թիմակից չեն են Պապոյանն ու Սիմոնյանը։ Այն Պապոյանն էլ ասում է, հա, նայեք, հա, հանկարծ եթե մեզ չընտրեք կռիվ ասկսում, էս ալինում, են ալինում։ Հիմա Սիմոնյան ձեր ասածն է ճիշտ դառնում, թե ասենք բանի ասածը, այդ Պապոյան երիտասարդ է ասածը, իրար հետ պայմանավորվեցեք, մի բան ասացեք։ Մարդը պարզ կանգնում ասում է, եթե մեզ չընտրեք կռիվ լինելու, պատերազմ լինելու, էկոնոմիկան չի լինելու, այն, իսկ դուք ասում եք սրա համար իրար գրկեք շնորհավորեք, որ ասենց ինչ որ մի բան կա։ Նախ ուզում եմ իմանամ մի հատ պատկերավոր բան, թող ասեն, որ կա, ես համամիտ եմ, ես ընդունում եմ, թող ասեն, ես ինչ բանը իրոք կա, բայց ես նաև անցել եմ նրա մեջով, որ 18 թվից մինչև այսօր այդ նույն կոմանդը, այդ նույն թիմը, սենց ասեմ իրանց լեզվով, մի ասենք մի 20-25 բան կոնկրետ, շատ են ասել, շատի մասին չի, մի տենց մի այդ չափի բաներ ասել են, որ անում ենք, անելու ենք, ու ոչ մի բան չեն արել, քիչ չի, նույնիսկ դրանից շատ բաներ արվելա, որ հակառակն արվել։ Դա Արցախի հարցն է, դա մեր շրջան, մեր տարածքների հարցն է, անկլավների հարցն է, այդ թոշակից ես չեմ ուզում խոսամ, որովհետև ամենակիչը երևի Հայաստանում իմ թոշակն է, կասեն ինքը ինչ-որ բանի ակնկալիք ունի, ասենք մի 3-4 հազար բարձրացնեն, դրանից չեմ ուզում ասեմ, բայց էդ էլ վարողջապահական խնդիրներ կա, դպրոցների խնդիրներ կա, այս ասֆալտների խնդիրներ կա, արա դե լավ էլի, թեխի հիշեցի այդ ասֆալտը, երևի հիշեցի, որ Փաշինյանը ասաց ասֆալտը, դա ուրիշ բան է, ասֆալտը, դա, մեր ասֆալտը, դա ուրիշ բան է, արա այ ախպեր ջան, շատ ենք աղը ցանել դրա համար ասֆալտը քանդվել, այ չհասկացանք, 10, 20, 30, 40, 50 տարվա արած ասֆալտը ձեր շատ ցանած աղը չքայքայեց, չգիտեմ այդ աղը ինչքան եք ցանել, ընդամենը մի գիշերաձուն եկել, թող երկու լի, հա, մեկին էլ կարող եմ արդեն հիմա քնել եմ չեմ տեսել, երկու անգամա ձյունը նստել, այդ երկու անգամվա ձյունը ինչքան աղշախ տվիք, որ աղը շատ էր, ասֆալտը կերավ, լավ էլի, ախր գիտեք ինչ անում եք ձեր գործն է, դուք եք անում, դուք եք պատասխան տալու, մենք այդտեղ մենակ ասող ենք, բայց խի սենց լավ, հարցնող ենք, պատասխան ուզողել չենք, պատասխան ուզողները պաշտոնավորներ կլինեն, կուզեն, չգիտեմ ինչ կանեն, բայց արա, բա մենք էշ չենք արախ, եք մեզ էշի տեղ դնում, բա կարելի ասենք, մեր նման մարդուն էշի տեղ դնել, ինձի նկատի չունեմ, ես ասում եմ այն ազգին, որ դարեր շարունակ ապրել են, այսօր մի բան աչքովս ընկավ, հա, են որ Սալավյովն է ասել, եթե մենք մի բան վերցրել ենք, նոյից ենք վերցրել, այսինքն եթե հայերը մի կտոր հող խլել են կամ ինչ-որ բան, նոյից են վերցրել, թե չէ մեր կողքի սա հողերը մերն է, հիմա այդ չեք ուզում, են չեք ուզում, են ասում եք մերը չի, են մերը չի, հասկացանք, գոնե մեզ էշի տեղ մի դրեք, արա, խիղճ ունեցեք, անեց որ իրար շնորհավորելու Ալեն Սիմոնյան ոչ մի բան չկա, միգուցե դուք ձեր ՔՊ-ով իրար շնորհավորեք,
որովհետև դուք ձեր մեջ գիտեք ինչ եք ուզում անեք, դրա վերջը ինչա լինելու ու դրա համար ով ում կշնորհավորի, ես չեմ կարող ոչինչ ասել։ Բայց ասֆալտից խոսեցիք, ամեն դեպքում տեսեք, հա, այս խայտարակությունները ասֆալտ, այո, մեջ բերեցիք Նիկոլ Փաշինյանը ասֆալտ, Դե մարդ ասել, այմա ես ով եմ, որ այս խայտարակությունը, հա, նույն ասֆալտի մի վարորդը նաև դուք եք, մեքենաների այս վնասները, որ հասցվում են, ընդհանուր մարդավեյ փոսեր են ուղղակի ամբողջ քաղաքում, ու այս ամենից զուգահեռ ինչ փողեր են դուրս գրել ու ինչ փողեր են այսպես տակով արվել, Արեք այդ փողային բանի մեջ ես չմտնեմ, ես չգիտեմ փողեն դուրս գրել, կարող է մարդիկ իրանց հաշվին են արել, կարող է մի բան, ես դա չեմ կարող ասեմ, բայց կա մի փաստ, որ հենց իրանց ասֆալտ տարած տեղերն էլ քանդվել է, այն հին ասֆալտ տարած տեղերից, եթե 10%, 20% սա քանդվել, սա վաղտ այդ քաղաքներում ենք լինում, էլի տենում ենք որտեղն են անում, որտեղը չեն անում, այնա մեր փողոցը, մեր հենց շենքի փողոցը Նոր են քաղաքապետարանի արշակը հենց մեր փողոցի վրա էր կանգնած ցույց տալի, դա իմաչքի առաջն է եղել, անցած տարի ասֆալտ տարին էս տարի նորից այնա հիմա նոր գալիս էի, նորից դրած ասֆալտ են անում։ Հիմա այդտեղ էլ աղ, այնտեղ այնց խիտ բանա, որ ասենք աղը տեղ դժվար տենց ցանածել են, որովհետև այնտեղ այնց օֆիսներ բան կա, որ հաստատամ եք իրանց այդ դեմը մաքրած կլինեն, կամ էլ ասենք մի քիչ ցանած լեն, այդ աղը մենակ էս տարի էր աղ, այն մնացած տարիները աղ չի եղել, չեմ հասկանում, չգիտեմ, բայց որ շատ տհաճ էր, դրա համար այդ ասֆալտ հասկացողությունը իրոք ասֆալտը դա ասֆալտ է, այո, ասֆալտը դա ասֆալտ է, պետք է շատ անեն ասֆալտը, թե ասֆալտի տակը հող է, թե չոր է, թե փոշի է, թե գուդրոն կոչվածը շատ է, քիչ է, դա կարևոր չի, կարևորը մետրաժը ապահովի, ունդեղ ընդհանրապես կարևոր չի մաքուր թարփ շեբենա տակը լցրած, վիրևը գուդրոն շատ է, ասֆալտը նորմալ եռացրած է, դա կարևոր չի, կարևորը հաստու բարակն էլ ենքան կարևոր չի, կարևորը որ մետրաժը տնեն, մետրաժը ապահովեն, դա է ասֆալտի մեջ կարևոր։ Իրանց գործն է, ես չեմ մտնում դրա մեջ։ Չէ դա գիտեք, չխոսեմ են առումով, որ արդեն հենց համացանցը բացում եմ լրիվ հետ են ասում։ Ես հասկանում եմ, Մարիամ ջան, ես իմ ասելը այնա, որ միգուցե այս բանից խոսանք, որ մի նոր բան ասեմ, մի նոր բան ուղեղս մտնի, մտածեմ, դրա համար եմ ասում, չեմ ասում ընդ հարցը լուծված է, չէ։ Ընդ ամոթա ես էլ մտնեմ այդ թեմայի մեջ, որովհետև յուրաքանչյուր ճամփորդ այդ թեմայի մեջ է, շատ նեղված, շատ վիրավորված, յուրաքանչյուր մարդ կլինի հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, կլինի սովորական օֆիսի, չգիտեմ, տարեցկին, թոշակառու, խանութ բան, խանութի աշխատող, բոլորը թոշակից բողոքում են ու ամոթելա որ այդ թոշակ հասկացողությունը կա, որովհետև թոշակը բարձրացնելու հետ կապված է եկել դուք իշխանության հարգելիներս, մի բան արեք ժողովրդի վրա մի բրդեք ու թողեք, ես այս առումով եմ ասում չխոսամ, թե չէ լիքը խոսալու կա, աշխատավարձ կա, հիմա մարդը կանգնում ասում կամ ասենք, հա լավ, ես իմ վրա 36,000 դրամ թոշակ եմ ստանում, 36,000 դրամ, ասենք ինչ անեմ այդ 36,000-ը, ինչ անեմ ասեք, ոնց անեմ, ոնց ապրեմ այդ 36,000-ով, Ձեզ ասում եմ, որ 10,000 ավելացնենք, խաղում եք իրար, չեք իմանա ոնց ծախսել։ Դե ճիշտ են ասում, որտեղ խամով ենք ընկել արդեն, պետք է 36,000-ի մեջ տեղավորվենք, էլի, դե բա ինչ ասեմ, բա խամով ենք ընկել, 10,000, ընդ 400 էլ կա, հա այդտեղ, 10,400, հա, 10,400 դրամ ասա քուտունը շին, դա մեծ թիվ է, մեծ թիվ է թոշակառուի համար, այո կխառնվի, մարդիկ կան կխառնվեն, մարդիկ կան կոպեկները դողացնելով են հաշվում, մարդիկ կան գնում են խանութներում հերթ են կանգնում, որ հացը բացի այդ հացը որ տանում են հետ, էժան են ծախում, այսինքն անասնակերի տակ են ծախում,
Մարդիկ ամաչելով խանութ-պանի հետ պայմանավորում են, ասում, որ հաց մնա հանկարծ հետ տանելու են, խնդրեմ ենք էլի, այսինքն դե կարող է 50 դրամի, 100 դրամի խնդիր լինի երկու հացի մեջ, հետ էլ է իրան գտած։ 3 օր այդ հացը ստանի, մի օրվա հացը փափախանում իր տան։ Բայց այդպես վիճակ կա, ես այսինքն իմ ասելն են չի, որ դե թոշակները նորմալ է, դրանից ինչ խոսանք, չէ։ Ուղղակի ամեն են մարդ է ասում։ Ու ասում է ու ինչ։ Պատկերացնում եք մարդը այնքան կանգնի, որ հացը, հին հացը հետ տանող օֆիսից կամ վերցնի, օֆիսի հետ աշխատողից, կամ թաքուն խանութ պանը տա իրան, այտենց ես դեպքերի տեսել ականատես եմ եղել։ Այդ տենց է թոշակառուի կյանք։ 1200 դրամ ինչ փող ասենք։ Կամ ասենք 10 մետ ավելացրին, դառնում 1500 դրամ օրը էլեկտրականություն կա, գազ կա, ընդ տան հարգու տուրք կա, լիքը բաներ կա։ Էլի ցավոտ տեղի կպակ, հիմա չգիտեմ, ապրում ես այն ժողովուրդն է, որ իլյուզիայի հաշվին ապրում է։ Իլյուզիայի հաշվին ապրում է, ես չգիտեմ ոնց են ապրում։ Ես չգիտեմ, ես ոնց եմ ապրում։ Ես չգիտեմ։ Ես ոնց եմ ապրում, ես նեղ վիճակում։ Բան չլինգարեմ, հիմա նայեք, նոմեն ուսին տրտվասնում, զերեսկու օրինակով էլ, ինչպես ասում են, և այդ ամեն ինչը մեր հաշվին հաշանում է հայրենիք, Վաշինգտոնում էր, այնտեղ Ալիևը հետ ասում են եղբայրներ են, Թրամփն է ասում, մի հատ իրար ձեռք սեղմեք, չգիտեմ, այս կադրերի մասին է խոսքը, հետևում ձեր։ Կներեք։ Ինչ է։ Սա այսպես հաջորդի Վալիևի հետ ոչ պաշտոնական այսպես սրույց, ոտքի վրա։ Միջայց ասում է եղբայրներ եք, բարեկամներ եք, հարազատներ եք, բա եղբայրը եղբորը կասի հարբեցող ծաղրածու, բա եղբորը արունակիցներին կպահի բակվում, ծմա ազատազրկման կդատապատի։ Ուրեմն եթե ինձ եք հարցնում, եթե սկսվում արդեն խաղաղության հետ կապված որոշակի արդեն սկսնակ վիճակ, պիտի ամենաառաջինը լուծվի գերիների հարց։ Այսինքն գերիները պետք է լինի այստեղ, որ չասի, դե գերիների տեսեմ անելու, են եմ անելու, նա ինչ ասում եմ, քո իմ ասելով էլի։ Իջալած Ալիևը վերջերս մինչև Վաշինգտոն գնալ, կարծեմ Մյունխենում հայտարարել, որ նացիստների են դատապատել։ Հա, դե հիմա արդեն նացիստներ ինչ ուզեն կասեն, հասկանում եք, դա մի քիչ այն տղայական քուչի խոսակցությունների ավելի գրագետ կիր բարձր տեսակն է, էլի այդ բանը, այդ պերեգավորներ, հանդիպումներ, կոչվածները, ավելի մի քիչ լուրջ ու թեմաներն է տարբեր, դե տենց էլ պետք է լինի, հիմա նայեք, հիմա այդ մարդիկ ինչ ուզում են, ստեղից դաբրոնկա խի էլ դες դեն ընկնեն, նրանց ինչին է պետք է, մի մարդը կանգնում է, պարզ, սիրուն, ասում, ոչ, սարկացա ոչ մի բան, Հերման լարի, Հերմանի, ես ձեզ ասեցի Արցախի հարցը լուծեցեք, թե չէ զորով կլուծեմ, տեսակ, չուզեցիք, ես լուծեցի, աշան տղա, ոնց չուզեց, մարդը ուզեց, եկավ դու լուծեցիր, էլ ոնց ուզե այսինք, հա, հիմա ես ձեզ ասում եմ, Զանգեզուրի հարցը չլուծեք, զորով կանեմ, ձեր ռևանշիստների հերնել կանիցեմ, ու տենց մարդու հետ գնում են, նստում են, չանա են թակում, էլի սենց ասեն, որ պարզելի, դա անելու բանը, դա անելու բան արա, մարդը կեզ կանչում է, կռիվ ամեն բանով մի նախադասություն ասում է, դու գնում ես ասում, կիրթ կառուցողական մարդն արա, դրա կիրթ կառուցողականը որն է, մի հասարակ բան ասեմ, այն որտեղ արտասահմանում մեր են Գուրգեն Մարգարյանի օրները սպանության, դրեց, չգիտեմ, այդպես ինչ-որ նատոյի ինչ-որ զորավարժություններ, ինչեր, հա, ստեղ հայ-թուրքի խնդիրը չի, ստեղ
մարտական ընկերոջը, նրանք կոչվում էին այդ պայն մարտական ընկերներ, հələ հայ ու թուրքը իր հերթին, մարտական ընկերոջը սպանելու համար ազգի թագավորը կանգնեց մարտական ընկերոջ թուրքը հային սպանողի կողքին, տարավ իր երկիրը, այնտեղ սարքեց գնդապետ, տոլի գեներալ, այնտեղ սարքեց տանտեր, սարքեց աշխատանքի տեր, փողի տեր, հզոր ունեցվածքի տեր սարքեց, այսինքն նա դաստիարակում է հայատյացություն։ Իսկ մեկ Արման Առաքելյան ունենք այդ գործով ես շատ եմ զբաղվել, էլի գիտեմ, ճիշտ է մեկը մի ուրիշ ձևի ասում, մեկը, բայց կոնկրետ, ուրիշ ոչ մի բան, իր դատական հոդվածում գրածա, որ մարդը մտել է Արման Առաքելյանց օբյեկտ, այնտեղ երևի ուզեցել է, իմացել է թույլ տղա, ուզեցել է փողմող դնի, բան տեսել է չի ստացվում, մեր հերոսների նկարները դրել է, պոկել է, կոխրճել է, բան, դե ստրախ է, էլի գանյատանը, բան ձևով ասեմ, որ որոշ մարդ կերանց հասու լինի, ստրախ է գանյատարել, բան, ես էլ տղա է, գնացել է ճամպին բռնել, վիզը կտրել, այդ մարդուն բերին կստե, 10-20 քանի տարի, թե 10 քանի չգիտեմ էլ տարի տված էր, ես 6-7 տարի է, 8 տարի աստե է նստած, մի բերան չեք ասում այդ շանտղին բաց թողեն գնա իրա տուն, ընտանիքա, տունա, տեղա, ընդ լիքը պրոբլեմնի առաջանում, մարդիկ լրիվ ներվատրոպկի մեջ, տղեկ ունի, գազան տղեկ են, նրանք էլ ներվային ընկած, չգիտեմ որը որից է, միտեղ մի բան են անում, միտեղ մի բան են ասում, չեն կարում վերջին հաշով ընչի համար։ Ու եկել ենք մենք ուզում ենք հայրենասիրություն կամ մի բան, եկեք կամ ասեք օրենքով այդ հայրենասիրությունը վերացնում ենք, ով հայրենասեր այս երկրի մեջ տեղ չունի, այդ թեման մի ասեք, որտև իմ հետ էլ կապված կա, կասեն, դե ինչ ասեմ, այս ալ Արմանի հարցը, ես Արմանի ընտանիքի վերջի այդ ներվատրոպկեկից հանենք ես մարդուն, վերջին հաշվով սա հայի ընտանիքան էլ հային վայել հայկական հերոսներին ի պատասխան ատվել, ինչ անենք, խնդրեմ, ոչ մի բան, զրո ուշադրություն, դե տենց պտի լինի, իսկ իմ մասով չգիտեմ էլ, ասում են, դատի են տվել, թուղ բան են ուղարկել, հլա ինձ էլ չի ասել, դե հիմա մարդիկ են, ինչեր են ազգանուն, են մի հատ կեղծ դպիր կար, խանութի աշխատող, ինչ որ ասում ես քպն, քպն ինձ թուղթ է պեչատել ստորագրել, որ ես իրավունք ունեմ քահանա լինեմ, ու այդ քահանան եռաբլուրում, ես անձամբ ես կանգնած մարդու հետ աղբյուր Սերոպի Սոսե Մայրիկի գերեզմանին, նա իմ դեմով անցնում է, մենք ընդ մաքրում ենք, սարքում ենք, փոշին բանման, սիգարետը շպրտում է մեր ուղղությամբ, ու իրա նման սենց գլուխը կաղ գնում է, ես այդ ամեն ինչը տենալով, իմ հետի մարդիկ ուզում են ջղայնանան չեն թողում, որտև ես նաև պատկերացնում եմ, որ դա կարա լինի, ինչ են ասում, բան, որ կռիվ գալմաղալ դառնա, էլի այդ բառը ոնց էր Չէ, ինչ-որ բան սարքել, մի բան սարքի մեր վրա, որ իրան ինք կամ ուշադրության արժանանա կամ ինչ, հետո ես իրան չեմ մոտիկանում 10-20 մետրի, ջղայնանում եմ ասում, ուր եք գնում, դա սա ձեր տեղը չի, ինչ-որ ասում գնում է պապի գերեզմանին, արա պապն ինչ գործ ունի եռաբլում, պապը խիտա բանը չի, ինչա, գյուղի գերեզմանը չի, որ պապն ընդեղել է, Քու պապը ուտե ընդամենը 30 թվից 90 թվից դեսը մարդիկ են պարկած այդտեղ, քու պապն ինչ գործ ունի դու ուտե եկքա, չգիտեմ ինչ ես դու պապին այտենց էլ պապին չգտավ, ընդ տղեկից մեկն ասեց, որ հետա գնում ընդ ծաղիկները նենց շպրտեց միտեղ գցեց ու վազելով դուրս գնաց, երևի նա այդտեղ էր, որ ինչ որ մեկը գալմաղալ սարքի, որ ինքը չգիտեմ ինչ անի, տենց սկես ուշադրություն էլ չդարձրի, հիմա ասում են դատի է տվել, դե հիմա Աստված իր հետ թող դատի տա, մարդուն փող է պետք, 4 միլիոն փող է ուզում ինձանից ու մեր Արսենից, չգիտեմ այդ ինչ Վրաստանց պետք է, դե մարդը այդ ասեք դա թեմա չի, ուղղակի տհաճ է, ինչ էի ասում, այդ հայրենասեր բառը գրեմ, որ
վերացված է Հայաստանից, մենք իմանանք մեր անելիքը։ Իմանանք ինչ անենք, ստեղ մնանք, թե ստեղից գնանք, մենք այդ հայրենասերն ենք։ Մենք մեր ամեն ինչը տվել ենք, թե առողջություն, թե ֆիզիկական, թե ֆինանսական, թե ժամանակի առումով, թե չգիտեմ ինչ առումներով ամեն ինչը տվել ենք։ Հիմա եթե մենք էլ պետքը չենք այս պետությանը, թող օրենքով գրեն, որ դուք էլ պետք չեք, դուք գրված եք, ինչ անեմ, էսա, հիմա առաջ անգամ չի այդ դատ դիվանը, Աստված իրանց հետ ինչ ասա։ Բայց մենք հայրենիք ունենք պահելու եւ պաշտպանելու։ Այ դա ուրիշ թեմա է։ Իրենց հողի մեր հայրենիք։ Ես հասկանում եմ, դա լրիվ ուրիշ թեմա է, ես ասում թող իրանք գրեն տան, մենք հասկանանք, ես չեմ ասում գնում ենք, վաղն էլ գնում, այդ չեմ ասում, թող իրանք գրեն տան, մենք հասկանանք, բայց իրանք հայրենասիրության անվան տակ են տանում այդ ամեն ինչը, ստեղ խնդիրը դա է, ես չեմ, այ որ գրեն, որ հայրենասիրություն չի կարել, բայց եթե չի կարել, հայրենասիրության անվան տակ էդ ինչ եք անում, ես էդի նկատ ունեմ, չեմ ասում իրանք գրեցին, մենք էլ թողեցին գնացինք, չէ, հայրենասեր մարդիկ ստեղ շատ կա, ու Հայաստանում իշնաբոլ հայրենասեր մարդիկ, ուղղակի այնքան ուժեղ կարացին խառնեն, իրանք էլ մի քիչ իրար կասկածում են, բայց լավ կլինի, ես հուսով եմ, որ լավ կլինի։ Շնորհակալություն։